հասկանում եմ, որ մարդիկ, ովքեր օրինակ անհաջողակ են եղել կյանքում կամ բավարար սիրված չեն եղել փոքր ժամանակ մանուկ հասակում, այդ մարդիկ այնքան չարացած են ու այնքան են հրճվում իրանց ուսադրի վրայի աստղով, որը իրան թույլ է տալի մարդ ծեծել փողոցում, ու նայում ես ինքը ինչ հաճույքով է դա անում, ու հետո որ փորձում ես հասկանալ ճշտել ես որտեղից է այս սովայից, չէ, պարզվում է նесчастный человек, դժբախտ մարդ, Մանկական տրավմաներ չսիրված ունեցող, դժբախտ մարդ, որովհետև մենք տեսել ենք հազարավոր միտինգներ ենք տեսել, լուսաբանել ենք, ես որպես դիտորդ եմ եղել, որպես իրավապաշտպան եմ եղել, հրաման երբ որ լինում է օրինակ բերման ենթարկել, ոստիկաններ կան, որոնք ուղղակի շատ սիրուն, գեղեցիկ, ակուրատն է, սիրուն ակուրատն տանում են նստացնում են, չէ, մարդ կա, որ այն վերջի գլուխը ջնջխելով, խփելով դռներին, արուն գետին լվիկ ու ինքը քերելով, դրանից իր պաշտոնից իր հանանուն կարևորում է իրան, ցխկվում է, էլի։ Կան մարդիկ, որոնք այդ պաշտոնից ցխկվում են։ Այ Նիկոլ Փաշինյանի ամբողջ թիմը ցխկվել է այդ իր պաշտոնից։ Ինքը չի դրա տակ է մնաց։ իրոք դժբախտ մարդիկ են, դժբախտ չսիրված մարդիկ են, անհաջողակ մարդիկ են, որոնք հանգարց ու հաջողությունը ժպտացել է այս մարդկանց։ Ու դա է պատճառը, որ շատ հստակ մոտեցումներ պիտի լինի։ Իշխանության պիտի գան մարդիկ, ովքեր պատրաստված պիտի լինեն, հոգեբանորեն պատրաստված պիտի լինեն, բավարար կրթված պիտի լինեն,